ներեք, բայց փորձեցի բովանդակային։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Հա, դուք արդեն արձագանքում եք, արձագանք եմ, որ շատ ժամանակ չկորցնենք։ Տեսեք, դուք ներկայացնում եք այն, ինչ որ պետքա լուծվի եւ շատ ճիշտ եք ներկայացնում։ Այստեղ ասում եմ, որևէ վեճ եւ քննարկում չի կարող լինել, բայց այս պահին մեր քաղաքացիները այս խնդրի պատճառով կանգնած են անլուծելի խնդրի առաջ։ Հիմա այս մարդիկ ինչ պիտի անեն։ Այս մեր process-ները կարող տևեն տասնյակ տարիներ, բառից բուն իմաստով։ Հիմա մարդը խնդիր ունի։ Մենք չենք կարող արդյոք ճկուն լուծում գտնել, քարտեզները ունենք արդեն վերևից, այսինքն արբանյակներից ստացված, կոնկրետ միթե դժվար է ասենք կարևորել, ասել, որ Հայաստանի Հանրապետություն պետության համար ամենակարևոր արժեքը ի վերջո մարդն է։ Եվ այդ մարդու համար մենք այստեղ նստած, այստեղ հավաքվում։ Հիմա այս մարդը փողոցում կանգնած մոտենում է ինձ ու ասում է. հիմա դուք ինձ ասեք, ես ինչ անեմ։ Եվ պատմա, որ ավելի քան 1 տարի անդադ նամակագրության մեջ է կադաստր, քաղաքապետարան, կադաստր, այդ ընթացքում այդ վտանգավոր պատը արդեն, ասենք, կարող է մի հատ լավ քամի լինի, քանդվի։ Հիմա այդ մարդու խնդիրը մենք ոնց ենք լուծելու, չէ որ կա լուծում, չէ, մենք ինչի ենք ասում, դե լավ, դե այս 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն դուք դիմեք քաղաքապետարան, քաղաքապետարն է ասում 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն դիմեք կադաստր, ու այսպես սենց գնում գալիս են, բայց փաստացի այդ մարդու խնդիրը լուծում ունի, որովհետև կա կադաստրի քարտեզ, կա ոչ հավասարակշռված հարևան, որը ընդամենը ուզում է ենթադրենք վնաստալ եւ ասում է ես համաձայն չեմ, որ դու այդ պատը սարքես, լավ, բա այդ լուծումները պետքա պրակտիկ էլի անցնենք, ես առաջարկում եմ ուղղակի անգլիական տարբերակով լուծման գնանք, այսինքն կա խնդիր, կա փաստ, կա լուծում, որի հիման վրա անցնենք մնացած լուծումներին, այսինքն չսպասենք, որ բոլորը լուծվեն, ես հարցիս իմաստը էսա, համաձայն չեք արդյոք այս կարծիքին, որ եկեք ով կդիմի, ով խնդիր կունենա, տեղում արագ այդ մարդու խնդիրը կարգավորենք այդ ստացված արբանյակային լուսանկարներով, հետո ով կդիմի, կա ու մեկը 7 տարի հետո է այդ խնդրին բախվում, մեկը 14 տարի հետո այդ ժամանակ այդ մարդու խնդիրը լուծենք, բայց չասենք, գիտես, այ որ դու չեկար 26 տվին, այդ էս էլ վերջ, դու խնդիրը չես կարա լուծես, ես էս տեսական եմ ասում, բայց հիմա այս պահին այս մարդիկ ինչ անեն, խնդիր է, չէ, ես դուք էլ գիտեք, իմ ազգականի, մոտ ազգականի հետ կապված հարցը 2 տարում այդպես էլ լուծում չեղավ, որովհետև ասում են դե, որ 2003 թվին քաղաքապետարանի աշխատողը սխալ թիվ ա գրել վերջ, ուրեմն գրել ա դե լուծում չկա, մարդը օրինական բան չի կարա ստանա, թուղթ, որի այդ տունը իրան նայի, դա ինչ էլի։ Ինչ կասեք անգլիական տարբերակի մասին, պարոն Թովմասյան։ Անգլիական տարբերակի մասին ես խնդրեմ իրավաբանները կարծիք արտահայտեն, դա երևի թե երկրի օրենսդրական կարգավորման ուղեծրի մասին է խոսքը, որքանով որ ես եմ տեղյակ, կարող եմ մի բան էլ ես սխալ եմ, որովհետև իրավաբան չեմ ինքս, բայց ինչ վերաբերում է ձեր ասածին, պարոն Ազան, նայեք, եթե մենք խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, դա այլ խնդիր է, որովհետև ինքնակամ շինություն կառուցողը ինքը տեղյակ է, որ ինքը ինքնակամ է կառուցել։ Հիմա շարունակում եմ։ Տեսեք, ինքնակամ կառույցների համար սահմանվել է, որ իրենք պետք է հաշվառվեն ճիշտ կոորդինատներով, այսինքն այդ ձեր ասած հարցը այստեղ փակվում է, որովհետև հիմա պետք է չափագրվի ինքնակամ շինությունը ճիշտ կոորդինատներով եւ օրինականացվի ճիշտ կոորդինատներով։ Ինչ վերաբերվում է նախկինում կադաստրային քարտեզներում թույլ տրված սխալներին։ Այստեղ ընկալումը հետեւյալն է, տեսեք, քանի որ այդ քարտեզի անունը կադաստրային է, բոլորի մոտ պատկերացում է, որ այդ քարտեզը միայն կադաստրինն է ու վերջ։ Տեսեք, կներեք էլի, հիմա ես ուզում եմ, որ մենք բովանդակությունը սրա ամբողջությամբ պատկերացնենք, ես էլ կփորձեմ մեկնաբանել։ Ուրեմն, այս քարտեզները, որ ժամանակին ստեղծվել են, եւ հետո մարդիկ ստացել են վկայականներ, բոլոր դեպքերում, գրանցված բոլոր դեպքերում, երբ որ քարտեզագրողը գնացել է դաշտ
հանութագրում իրականացնելու իր հետ դաշտում եղել են համայնքի ներկայացուցիչները եւ սեփականատերը բոլոր դեպքերում եւ այնուհետեւ իրավունքի պետական գրանցումից առաջ, այսինքն երբ որ կադաստրային քարտեզը ընդունվել է վարման, բոլոր համայնքները այդ քարտեզները հաստատել են որպես վարվող կադաստրային քարտեզներ եւ փոխանցվել է այս ամեն ինչը կադաստրի կոմիտե եւ մենք սկսել ենք աշխատել այո այստեղ մեր մեղավորությունն էլ կա որ միգուցե ժամանակին օրինակ վերահսկողական այնպիսի մեխանիզմներ դրվեր այս խնդիրը այսպես չգար բայց ես ուզում եմ ասեմ որ սա միայն մեր խնդիրը չի շատ էլ որ քարտեզի անունը կադաստրային քարտեզ է իրավահաստատող փաստաթղթեր տրամադրողը երբեք կադաստրի կոմիտեն չի եղել երբեք որևէ գույքի ժամանակ կադաստրի կոմիտեն չի տալիս իրավահաստատող փաստաթուղթ եւ իրավահաստատող փաստաթղթերը տրվում են բացառապես լիազոր մարմինների կողմից դրանք լինեն համայնք, դա լինի պետական այլ մարմիններ, դրանք լինեն մասնավոր անձինք իրար մեջ որևէ գործարքի եւ նոտարի կողմից տրվող փաստաթղթեր այսինքն երբ որ իրավահաստատող փաստաթղթի մեջ արկա է խնդիր օրինակ գրանցվել է այն մակերեսը, որը որ գրված է իրավահաստատողի մեջ եւ արդյունքում պարզվում է, որ այդ մակերեսը այնտեղ սխալ է հաշվարկված։ Պահանջը միշտ ժողովրդի կողմից չմեղադրելով իրենց, գալիս է, որ ինչ է լինում, այդ մակերեսը իմն է, մենք ենք տիրապետում, օգտագործում, գրանցեք մեր իրավունքը։ Բայց այստեղ ամենակարևոր հարցը, բայց իրավահաստատող փաստաթղթի մեջ եթե գրված է X մակերես եւ որևէ իրավունքի գրանցման ժամանակ որևէ մեկը X+Y մակերեսով իրավունքի պետական գրանցում իրականացնի, որ իրավական ակտով դա կարող է կարգավորվել կամ կարգավորված է արդյոք դա թե ոչ։ Եվ այստեղ է հենց ամբողջ հարցի էությունը գալիս, որ մենք պետք է գործառույթները ճիշտ կարողանանք հասցնել մարդկանց, որպեսզի մարդիկ չպատկերացնեն, որ հենց կադաստրի կոմիտեի տիրույթում է, որովհետև քարտեզը կադաստրային է կոչվում եւ միայն կադաստրի կոմիտեն է, որ պետք է այդ ուղումը կարողանա իրականացնել։ Երբեք մեզ իրավունք էլ վերապահված չէ առանձին գույքային միավորի մասով, իհարկե մենք վարչարարություններ անում ենք լսումների արդյունքում որոշումներ են կայացնում, բայց ամեն դեպքում այսօրվա գործող ընթացակարգերով համայնքի ղեկավարը կարող է սահմանների ուղում իրականացնել 698 կառավարության որոշմամբ եւ մենք այսօր էլ այդ ընթացակարգերով բազմաթիվ հողային միավորների սահմաններ ուղում ենք բազմաթիվ այնպես չի որ այդ կառավարության որոշումը չի գործել ինքը տենց ընդունվել է եւ մնացել է միայն թղթի վրա եւ չի տվել իր պտուղները եւ հաջորդ ամենակարևոր հարցը որ այս փոփոխությունները չլինի տպավորություն, որ մենք կարող էինք անել 2019 թվականին, 2020 թվականին, 2021 թվականին, բայց անում ենք հիմա։ Հիմա ես պարզաբանեմ ինչի համար չի կարող այդ տպավորությունը լինել, որովհետև մեր բնակավայրերի կադաստրային քարտեզները շեղված են եղել ոչ թե 10 սանտիմետր, 20 սանտիմետր, այլ բնակավայր ենք ունեցել 150 մետր, 200 մետր եւ այս շեղման պարագայում միավորի սահմանի մասին խոսել ուղման դա գրեթե անհնար բան է որովհետեւ մարդուն երբ որ առաջարկես ասես գնա քո միավոր սահմանը ուղի դա նշանակում է որ ինքը այդ բնակավայրի միջից 200 մետր պետք է կտրի այդ հողը վերցնի տանի մեկ ուրիշ վայրում տեղադրի եւ այս հարցի լուծման համար է որ մենք հավելվածներով ենք տրվել կառավարության որոշումը երկու հավելված առաջի հավելվածով կադաստրի կոմիտեն վերապահել են գործառույթ մասսայական ուղման համար այսինքն թաղամասային ենթակառուցվածքների վրա